Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգում են իրականացրել Լևոն 888 և Արմեն Մելքումյան 4242 ընկերություններին պատկանող Զավիկի Ղարս հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես շինարարներ 23 հասցեում գործող սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, պատերը չեն պահվել նորոգ վիճակում, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները, սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ-մաքրման և ախտահանման։ Բաբաջանյան 112 կոտորակ 5 հասցեում գործող կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացող և ոչ թունավոր նյութերով։ Հատակը չի գտնվել նորոգ վիճակում։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Զավիկի Ղարսի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է արտադրանքում հայտնաբերված մանրէաբանական անհամապատասխանությունների հիմքով։